Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը 7 տարի անց կրկին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Տարիներ առաջ որոշեց ու հեռացավ թատրոնից, ասում է մնալ չէր կարող, որովհետեւ խանգարում էին։ Ուզում էին, որ ես դառնամ ողորմություն խնդրող։ Իսկ ես չեմ սիրում այդ բանը։ Ոչ մեկից ողորմություն չեմ խնդրի։ Ես կարող եմ լավ աշխատել։ Գեղամ Գրիգորյանի հեռանալուց հետո Հայաստանի գլխավոր թատրոնը գեղարվեստական ղեկավար չի ունեցել, վերադարձի թիվ 1 նպատակը թատրոնը կրկին ոտքի կանգնեցնելն է։ Մակարդակը պիոներ պալատի մակարդակը։ Ես ուզում եմ հպարտանամ իմ թատրոնով։ Այդտեղից է։ Ուրիշ բան ասելու բան չունեմ։ Ամոթ է։ Ասում է իր հեռանալուց հետո տուժել է ոչ միայն թատրոնը, այլև այն սերունդը, որը պետք է աճեր ու չաճեց, մինչդեռ ըստ նրա կան տաղանդավոր երիտասարդներ, որոնց հետ ամենօրյա աշխատանքն անպայման կտա իր արդյունքը։ Այս տարի ես եղա կոնսերվատորիայի ավարտական քննությունների նախագահ եւ մի 8 հոգի հոյակապ երիտասարդներ, որոնք պետք է անպայման գան թատրոն, աշխատեն, երևի ավել մարդիկ էլ կգան, կան շատ լավ երիտասարդներ, նորից պետք է սկսենք աշխատել։ Թատրոնն ամեն տարի պետք է նվազագույնը 4-ից 5 նոր ներկայացում հանձնի հանրության դատին, նշում է Գեղամ Գրիգորյանը, նրա համոզմամբ ուշադրության կենտրոնում պետք է պահել հատկապես հայկական օպերաները։ Եթե մի բանի վրա փող ենք ծախսում, դա հայկական օպերաների որակը բարձրացնելու համար, որտեղ բոլորին հետաքրքրում է, որ գալիս է տուրիստ, ուզում է այդ երկրի մշակույթը տեսնի։ Նեապոլիտանական երգերը լավն են, մենք էլ վատ չենք երգում, բայց դրանով ոչ մեկին չէ զարմացնի։ Պետք է հայկական օպերաները բարձր մակարդակի գնա, նոր օպերաներ գրվի։ Կլինեն արդյոք կադրային փոփոխություններ, թե ոչ, Հայաստանի գլխավոր թատրոնի նորանշանակ ղեկավարը համոզված է, շտապել պետք չէ, ամեն ինչ ցույց կտա աշխատանքը։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։